Հայաստանի ֆուտզալի ընթացիկ առաջնությունն իր դիտարժանությամբ տարբերվում է նախորդներից։ Չնայած մասնակից թիմերի քիչ լինելուն մրցակցությունը շատ մեծ է, հատկապես լարված են անցնում Գյումրու համանուն թիմի մասնակցությամբ խաղերը։ Գյումրին լավագույն քայլակում է եւ շարունակում է պայքարը մրցանակային տեղերի համար։ Առաջնության ընթացքում խնդիր էր տրված, որ թիմը կարողանա տեղ գրավել առաջի լավագույն քայլակում, որպեսզի շարունակի հետո եւ չեմպիոնական պայքար եւ մրցանակային տեղերի համար։ Այդ առաջադրանքը թիմը կատարեց։ Գնալով մեծանում է հետաքրքրությունը ֆուտզալի նկատմամբ, մնում է պահել մակարդակն ու փորձել այն բարձրացնել։ Առաջին շրջանի վերջին հանդիպումը Գյումրին կացկացնի մրցակցի հարկի տակ եւ կմրցի Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարանի թիմի հետ։ Հիմա տեսնենք երկրորդ շրջանը ինչպես կստացվի, որտեղ յուրաքանչյուր խաղ արդեն ունի ոսկե միավորի արժեք եւ պայքար է ընտանալու 4 հավասարազոր թիմերի միջև։ Ստյոպա Մկրտչյանը խոսեց նաև մրցակիցների մասին եւ վստահ է, որ երկրորդ շրջանում թեժ պայքար է ընթանալու առաջին քայլակում հայտնված թիմերի միջև։ Գյումրին միշտ մասնակցել է ֆուտզալի առաջնությանը, թիմեր կան, որ դուրս են եկել եւ ներս են եկել, բայց դրանք ամեն ինչը հարաբերական է, քանի որ նոր թիմ ձևավորվելով հավաքականի տղաներն են համալրում այդ թիմերը եւ կարողանում են արժանի պայքար մղել առաջնության ընթացքում։ Ֆուտզալի Հայաստանի հավաքականում կան ֆուտբոլիստներ, որոնք ներկայացնում են Գյումրին։ Գյումրեցիների մարզչական շտաբը շեշտը փորձում է տնել երիտասարդների վրա, որ ապագայում իրենց սաների թիվը ազգային թիմում ավելանա։ Հիմնական շեշտը տնում ենք երիտասարդների համալրման վրա եւ տեսնենք ժամանակը ցույց կտա, ինչպես երիտասարդները կմիանան ֆուտզալին։ Կան գործոններ, որոնք խանգարում են մարզաձևի զարգացմանը, նշում է Ստյոպա Մկրտչյանը, ժամանակ է պետք ինչ-որ արդյունքի հասնելու համար։ Մեծ ֆուտբոլը եւ ֆուտզալը հենվում է մանկապատանեկանի վրա, նոր սերունդ աճեցնելու, դաստիարակելու վրա, բայց շատ հանգամանքներ կան եւ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ, եւ դա ամեն ինչից ելնելով մենք աշխատում ենք, որ կարողանանք ներգրավել երիտասարդներին, բայց ամեն ինչ իրոք ժամանակը ցույց կտա, որտեղ խնդիրները եւ մեծ ֆուտբոլում եւ փոքր ֆուտբոլում շատ են։ Գնա միացի, չորս է կանանել հարիվ արմեք տակը։ Ֆուտզալի Հայաստանի առաջնությունը թևակողել է կարևոր փուլ, առջևում խաղարկվելու են ոսկե միավորներ։ Գյումրու ֆուտզալի թիմը պատրաստվում է այդ հանդիպումներին եւ վստահ է, որ անպայման կուրախացնի իր երկրպագուներին։ Հապետ Հարությունյան, Արթուր Մարգարյան, այսօր։